Տեսեք թե ինչպես Ուկրաինայում արևմուտքը ամեն հարցով օգնում է ուկրաինացիներին եւ ասում է ոչինչ չզիջեք։ Իսկ մեր դեպքում տեսեք թե մեզ քանի տարի համոզում էր, որ մենք պետք է ամեն ինչ զիջենք։ 18 թվին մեր փողոց դուրս գալը ինչ էր։ Այդ խոստումները, որ մեզ տրվել էին, որ արևմուտքը դեմոկրատական աշխարհը մեզ կպահպանի, կօգնի, այդ խոստումները ինչ եղավ։ Այդ խոստումը, որ մենք խաղաղ կլուծենք խաղաղ ձևով Ղարաբաղի հարցը, դա ինչ եղավ։ Որ մեր հետ կիսվելու էին, այդ խոստումը ինչ եղավ։ Այն խոստումը, որ մեզ ՆԱՏՕ կընդունեն, այդ ինչ եղավ։ Այն խոստումը, որ 8 րոպեում Ամերիկայի բանակը կգա։ Դուք հասկանում եք, ես ամաչում եմ թուրքերի առաջ, ադրբեջանցիների, որովհետև նրանք դա լսելով կկարծեն, որ մենք հիվանդ ենք, մենք խելքից թույլ հասարակություն ենք։ Հասկանում եք, ես ո՞նց պաշտպանեմ մեր ժողովուրդը, մեր ազգը ո՞նց պաշտպանեմ, երբ որ մենք ունենք հիվանդ մարդիկ։ Ասում են ՆԱՏՕ-ի անդամ, հիշում եք։ Ասում են ամերիկյան բանակը կգա։ Ասում են Ֆրանսիան կապահովի մեր անվտանգությունը։ Հիշում եք։ Չէ, դուք դա հիշում եք, թե ես ուղղակի պատկերացնում եմ։ Ինչ եղավ։ Դա ինչ եղավ։ Դրա հետևանքը ինչ եղավ, չեք հիշում։